երբ ասում են օրինակ ինչու չի եղել հեղափոխությունից հետո 18-ից 20 թվականներին, որտեղ 18-ից 20 թվականներին ամեն ինչ արդեն այնքան վատ էր, ու մենք դիվանագիտական առումով բավականին արդեն մեկուսացված էինք եւ գտնվում էինք չլուծված հակամարտության մեջ եւ մենք հապկի անդամ էինք, մեզ ոչ մեկը նախ զենք չէր վաճառի բացի ռուսներից, ռուսներն էլ մեզ ինչ էին վաճառում, իրենց դուրս գրած անպիտան հնացած, իրենք հո մեզ իրենց լավը չէին վաճառում, չէ՞։ Իսկ հետո ասենք ինչու դա չկատարվեց 20-ից 22 թվականներին։ 20-ից 22 թվականներին դա չկատարվեց, որտեղ առաջին պատերազմի ենել այդպիսի տրավմատիկ պատերազմի շոկից հոգեբանորեն դուրս գալը դա շատ դժվար գործ է։ Մեկ, երկրորդը մենք չունենք որևէ միջազգային գործընկեր, որը մեզ այդ ամեն ինչում օգներ։ Երրորդը, մեր պաշտոնական միջազգային դաշնակից Ռուսաստանը ըստ տեղեկությունների իրենց սպաները նստած էին մեր գլխավոր շտաբում, զինված ուժերի ու պարզապես խոչընդոտում էին այդ ռեֆորմը, ոչ թե դրան նպաստում։ Անգամ ինձ թվում է իրենք ուզում էին մեզ լիակատար կախվածության մեջ դնել Ռուսաստանից, որպեսզի մենք կորցնենք իրենց մեր որպես ինքնիշխան երկիր պաշտպանունակությունը ու մնանք բացառապես իրենց հույսին։